Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Աստծո շնորհը, խաղաղությունը, լույսը կանչում եմ յուրաքանչյուրիս վրա։ Երեմիա մարգարեության 5-րդ գլխի 3-րդ խոսքում ասվում է. Ով Տեր, միթե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն։ Դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին, այսինքն իրենց դարդ չեղավ։ Դու նրանց ոչնչացրիր, բայց նրանք մերժում են հանդիմանությունը ընդունել։ Նրանք իրենց երեսը ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ողորմություն ու ներում եմ խնդրում ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների ու գերդաստանիս համար, նրանց անունից, ազգիս անունից, Տեր ների ու ողորմի, քանզի դու ճշմարտությունն ես։ Դու խրատում ու հանդիմանում ես մեզ քո սիրով, որովհետև դու չես ցանկանում, որ կործանվենք։ Տեր օգնիր մեզ, ողորմիր ու շնորհ արա մեզ, որ երբ անցնում ենք փորձությունների միջով, թե անհատական, թե ազգային, մենք մեր սրտերը չկարծրացնենք, մենք չլինենք պատոշ մարդիկ, որ ամոթ չունենք, որ մեր դեմքը ապառաժից էլ պինդ չդարձնենք, որ չլինենք մարդիկ, որ քո հանդիմանությունը չեն ընդունում ու բանի տեղ չեն դնում, որ չլինենք մարդիկ, որ ամոթ անգամ չունենք, ոչ էլ ցավ ենք ապրում քո խրատներից ու բերած արհավիրքներից ու ոչ էլ ապաշխարում ենք։ Նմանների վերջը քո դատաստանն է, Տեր, ես բարեխոսում եմ յուրաքանչյուրիս համար ու ազգիս համար, ազգիս բոլոր նմանների համար, բոլոր նրանց համար, ովքեր ականջ չեն դարձնում քո խոսքին ու խրատին, ու ընկած են գիտակցված կամ անգիտակից ապստամբության մեջ, անկախ նրանց ստատուսից, դիրքից, տարիքից։ Տեր ողորմի ու կոտրի մեր գոռոզությունը, մեր մեծամտությունը, հանի մեր քարե սրտերը ու մեզ նոր սիրտ տուր, սիրտ, որ կհնազանդվի քեզ, սիրտ, որ խրատ է ընդունում ու կատարում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնում ենք Ելք գրքին եւ անցնում ենք 17-րդ գլխին։ Կարդանք այսօրվա հատվածը, որտեղ Աստված շարունակում է իր գերբնական հոգացությունը ցույց տալ իր ժողովրդին։ Եվ այդպես մեզ ցույց տալով իր իրական էությունը։ Ջուր ապառաժից։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը Տիրոջ խոսքի համաձայն իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ, ասելով. «Մեզ ջուր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ինչ եք ինձ հետ վիճում, ինչու եք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդը այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ եւ ասաց. «Ինչու մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու մեր հոտերին»։ Մովսեսը աղաղակեց Տիրոջը ասելով. «Ինչ անեմ այս ժողովրդին, քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ Տերն ասաց Մովսեսին. «Անցիր ժողովրդի առաջ, վերցրու քեզ հետ Իսրայելի ավագներից, ձեռքդ առ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, եւ գնա։ Ահա այնտեղ Քորեբի ժայռի վրա ես կկանգնեմ քո առջև։ Դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա եւ ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ավագների առաջ։ Նա այդ տեղի անունը Մասսա եւ Մերիբա դրեց, Իսրայելի որդիների այնտեղ վիճելու եւ Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մեջ է, թե ոչ»։ Հայր Աստված, գոհանում ենք քո խոսքի համար։ Տեր, քո խոսքը հայելի է յուրաքանչյուրիս համար, համապատասխանում է մեր կյանքերին, մեր ազգի իրավիճակին, որով անցնում ենք մենք հիմա, Տեր ջան, անկախ որ դարեր են անցել, այս
իրավիճակից ու մեր իրավիճակների միջև, Տեր, թող իմ ժողովուրդը չլինի ժողովուրդ, որ անընդհատ տրտնջում ու բողոքում է, տրտնջում իր ղեկավարների դեմ, Տեր իմ Աստված, պահանջներ ներկայացնում, Տեր ջան, որովհետև դու բացատրում ու ասում ես, տրտնջում եք ոչ թե նրանց դեմ, այլ իմ դեմ, եւ տրտունջն ու բողոքը երբեք քո սրտով չի, եւ դու ցույց ես տալիս, թե ինչպիսի արհավիրք է գալիս տրտնջացողների վրա։ Տեր, թող մենք աղոթքի մարդիկ լինենք, թող մենք երախտագետ ու շնորհակալ մարդիկ լինենք, Տեր ջան։ Ոչ թե մտածենք, որ բոլորը կատարյալ են կամ բոլորը վատն են, այլ երբ որ վատը տեսնում ենք, աղոթենք ու բարեխոսենք, երբ որ լավը տեսնում ենք, գոհանանք, Տեր իմ Աստված, գանք քեզ փառաբանենք լավի համար, որտեղ մեզնից ոչ մեկը կատարյալ չի, մեզնից ոչ մեկը անմեղ չի։ Տեր, տուր մեզ հասկացողություն, որ եթե մենք լինեինք այդ նույն դիրքերում, այդ նույն պաշտոններում, ինչ գիտի թե մենք ինչեր կանեինք, Տեր ջան, այնպիսի մեծամիտներ չլինենք, Տեր, որ մտածենք մենք սուրբ ենք, իսկ մյուսները ուղղակի սարսափելի։ Օգնի, Տեր։ Իսրայելի ժողովուրդը վիճում է Մովսեսի հետ, նորից տրտնջում ու նորից բողոքում, լրիվ մոռանալով Աստծո նախկին հոգացությունը, չնայած որ դեռ ուտում էին երկնքից ամեն օր եկող հացը, եւ մոռանում են, որ երբ առաջնորդի դեմ են տրտնջում, իրականում բողոքում են Աստծուց, եւ որ Աստված լսում է այդ ամենը։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը Տիրոջ խոսքի համաձայն իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Նախ ուշադիր լինենք, որ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին տանում էին այն ճանապարհով, որ Աստված էր իրենց ասել։ Հետևաբար Իսրայելի ժողովուրդն էլ արեց ճիշտ այն, ինչ Աստված էր պատվիրել, հետևելով ամպի եւ կրակի սյանը։ Սակայն այդ նոր վայրում խմելու ջուր չկար։ Նրանք Աստծո կամքի մեջ էին, անում էին այն, ինչ Աստված էր ասել։ Աստծո կամքն էին կատարում, բայց միևնույն ժամանակ երեսարվում էին դժվարին ժամանակների հետ։ Այսինքն հնարավոր է լիովին լինել Աստծո կամքի մեջ, բայց նաև մեծ խնդիրների ժամանակաշրջան ապրել։ Անցյալ դասերում տեսանք, որ կարծում էին, որ սովամահ էին լինելու, չնայած ոչ մի ապացույց չկար դրա համար։ Հիմա էլ կարծում էին, որ ծարավից էին մեռնելու ու սկսում են վիճել Մովսեսի հետ։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ։ Իսրայելի ժողովուրդը իրական խնդիր ուներ, քանի օր գնացել էին ու խմելու ջուր չկար։ Սա երևակայական խնդիր չէր, եւ ժողովուրդը ճիշտ էր մտահոգված լինելու համար։ Սակայն երբ ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ, նրանք չարձագանքեցին հոգևոր մտածողությամբ կամ գործողություններով, այլ տրվեցին իրենց վախերին ու չվստահեցին Աստծուն, ով այսքան ժամանակ իրենց բոլոր կարիքները բավարարել էր, եւ տրվեցին բողոքելուն, տրտնջալուն եւ ամենասարսափելին մեղադրելուն։ Ու ասեցին Մովսեսին ու Ահարոնին. «Մեզ ջուր տվեք, որ խմենք»։ Նրանք պահանջում են, ոչ թե ասում օրինակ աղոթեք Աստծուն, բարեխոսեք Աստծուն, պահանջողի ու մեղադրողի դիրք են բռնել, որը երբեք Աստծո սրտով չի։ Մովսեսն ասաց նրանց. «Ինչ եք ինձ հետ վիճում, ինչու եք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդը կենտրոնացրել էր իր բողոքը Մովսեսի դեմ, բայց Մովսեսը հասկանում էր, որ իրենց խնդիրը Տիրոջ հետ է, ու միայն Տերը կարող է լուծել դա։ Դրա համար էլ ասում է. «Ինչու եք Տիրոջը փորձում»։ Երբ մենք խնդիր ունենք, շատ ավելի հեշտ է մեղադրել մեկին, քան ուշադիր եւ հոգեվոր տեսակետից քննել ու մտածել խնդրի մասին։ Այս իրավիճակում Իսրայելը կարող էր այսպես մտածել ու գործել. մենք անապատում ենք։ Զարմանալի չի, որ այստեղ շատ ջուր չկա։ Մենք պետք է դիմենք Աստծուն այս կարիքը բավարարելու համար։ Հատկապես մեր նախկին փորձերի վրա հիմնվելով, չէ՞ որ մենք նախկինում տեսանք, որ Մովսեսը աղոթեց եւ Աստված լուծում տվեց։ Բայց դրա փոխարեն նրանք մեղադրեցին Մովսեսին եւ ոչինչ չարեցին խնդիրը լուծելու համար, այլ միայն պահանջեցին։ Ժողովուրդը այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ եւ ասաց. «Ինչու մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։
Հետաքրքիր է, որ անհանգստանում են, որ իրենց անասուններն էլ ծարավից կսատկեն ու նշում են արդեն վերջում։ Եթե դու ու քո երեխաները մեռել եք, էլ ինչ դար, թե անասուններն էլ կսատկեն ծարավից։ Տեսնում ենք, որ նրանք ադեկվատ չեն մտածում, այլ վախն են խոսում։ Եվ տեսնում ենք, թե ինչպիսի ցասումով ու ասենց արհամարանքով են խոսում Մովսեսի հետ, հա, բերել ես, որ մեզ մերցնես, հանեցիր Եգիպտոսից, ինչպիսի մեղադրանքներ։ Մովսեսը աղաղակեց Տիրոջը, ջուր չլինելը Մովսեսի մեղքը չէր, սակայն որպես Իսրայելի առաջնորդ նա պետք է նրանց առաջնորդեր դեպի լուծումը եւ Տիրոջը աղաղակելը, աղոթելը, այդ լուծումը գտնելու ճիշտ ճանապարհներ։ Մովսեսը նաև օրինակ է ցույց տալիս նորից ժողովրդին ու մեզ, թե ինչ պետք է անել մեր խնդիրների ժամանակ։ Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչ անեմ այս ժողովրդին, քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ Այս խոսքերից հասկանում ենք, որ Մովսեսը գիտեր, որ ժողովուրդը անարդար էր իր հանդեպ։ Նրանք գրեթե պատրաստ էին քարկոծել Մովսեսին, բայց չնայած դրան, Մովսեսը պիտի առաջնորդեր նրանց նման անարդար հարձակման ճնշման տակ, եւ Մովսեսը ճիշտ վարվեց, երբ աղոթքով դիմեց Աստծուն, ասելով ողջ ճշմարտությունը։ Մովսեսին ամենաբնորոշ եւ գովելի գծերից մեկն այն էր, որ նա իր դժվարությունները բերում էր անմիջապես Տիրոջ առաջ։ Նա հրաշալի օրինակ է ամեն մեկիս համար եւ հատկապես առաջնորդների համար։ Աստված Մովսեսին ասում է, թե ինչպես է ջուր ապահովելու ժողովրդի համար։ Տերն ասաց Մովսեսին. «Անցիր ժողովրդի առաջ, վերցրու քեզ հետ Իսրայելի ավագներից, ձեռքդ առ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, եւ գնա»։ Աստված Մովսեսին հրահանգեց դուրս գալ ժողովրդի առաջ, իր հետ բերել այլ առաջնորդների, ավագների եւ օգտագործել այն, ինչ Աստված օգտագործել էր հրաշք անելու համար նախկինում։ Սա վստահություն տվեց Մովսեսին, քանի որ նա տեսավ, թե ինչպես է Աստված օգտագործում այն նույն գավազանը, որով մեծ հրաշքներ էր գործել նախկինում։ Իմաստը այն է, որ երբ Մովսեսը իր ձեռքը վերցներ նորից իր փայտե գավազանը, պիտի հիշեր այն զորությունը, որով Աստված արել էր բազմաթիվ հրաշքներ Եգիպտոսում, եւ որի միջոցով Աստված ճեղքել էր Կարմիր ծովը։ Այսինքն Աստված հիշեցնում է Մովսեսին, որ ինքը զորավոր Աստված է, որ ամեն իրավիճակում ինքը ամենակարող է եւ լուծում ունի։ Գավազանը իր ձեռքը վերցնելով Մովսեսը վստահություն ստացավ նորից Աստծո նկատմամբ, այլ ոչ թե իր նկատմամբ։ Ահա այնտեղ Քորեբի ժայռի վրա կկանգնեմ քո առջև։ Եգիպտոսից դեպի Քանան այս ճանապարհորդության մեծ թեմաներից մեկն այն էր, որ Աստված նրանց հետ էր բոլոր իրավիճակներում, ամեն վայրկյան, թե գիշերը, թե ցերեկը։ Աստված նրանց հետ էր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, եւ այստեղ կրկին նա իր ներկայությունը ցույց էր տալու Մովսեսին եւ Իսրայելին։ Եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, եթե մենք նրան ընդունում ենք մեզ Տեր ու Փրկիչ, ուրեմն սա մեզ էլ ասում է, որ Աստված մեզ հետ է մեր ամեն քայլափոխին, անգամ եթե մենք չենք տեսնում, չենք լսում ու չենք զգում։ Կկանգնեմ քո առջև, ասաց Աստված։ Եթե Աստված ինքը չկանգներ այդ ժայռի վրա, ապա Մովսեսի ժայռին խփելը ապարդյուն էր լինելու։ Աստված էր ջուր տվողը, որովհետև բնությունը ենթարկվում է Աստծո հրամանին, Աստծո զորությանը, քանզի Աստված է ստեղծել այն։ Ուրեմն դասը այն է, որ միջոցներ պետք է գործի դնել խնդիրը լուծելու համար, բայց որպեսզի մեր միջոցները հաջողությամբ պսակվեն, պետք է մեր հույսը դնենք Աստծո վրա ու Աստծո առաջնորդության վրա, իմաստություն խնդրենք, թե ինչ միջոցներով լուծենք մեր խնդիրները։ Դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա եւ ժողովուրդը կխմի։ Աստված Մովսեսին հրամայեց, որ իր Տիրոջ ներկայությամբ Մովսեսը հարվածի ժայռին իր ձեռքի գավազանով եւ ջուրը կհոսեր ժայռից, հագեցնելու Աստծո ժողովրդի ծառավը։ Այստեղ նորից տեսնում ենք Աստծո եւ մարդու համագործակցությունը։
Աստված կարող էր այնպես անել, որ առանց Մովսեսի մասնակցության ջուրը բխեր, բայց Աստված ցանկանում է, որ մենք պարապ-սարապ թևերներս ծալած չնստենք, այլ ինքներս մասնակից լինենք, կիսենք իր փառքը եւ որպեսի մեր հավատը զորանա։ Սա ուշագրավ հրաշք էր։ Մովսեսը եւ բոլորը գիտեին, որ ջուրը սովորաբար ժայռերից այդպես չի գալիս։ Սա առատաձեռն ու մեծահոգի հրաշք էր։ Այստեղ կրկին մենք տեսնում ենք Աստծո համբերատարությունը, որտեղ Եհովա Աստված ոչ մի հանդիմանական խոսք չասաց, այլ չնայեց նրանց անհամբեր անհավատությանը, տրտնջալուն, մեղադրելուն, ժայռից ջուր տվեց նրանց համար։ Սա խորը հոգևոր իմաստ ունեցող հրաշք էր նաև։ Ժայռին հարվածելով եւ ջուրը ժայռից բխելով տեղի ունեցավ մի բան, որ ոչ Մովսեսը, ոչ էլ իսրայելցիները չէին հասկանում։ Դարեր անց Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչ իրականում կատարվեց, բացի նրանից, որ ֆիզիկական ջուրը եկավ։ Կարդանք առաջին Կորինթացիների 10-րդ գլխի 4-րդ խոսքը։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, այսինքն նույն ջուրը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում։ Վեմը դա ժայռն է, այն հոգևոր ժայռից էին խմում, որ նրանց հետ էր գնում, եւ այդ ժայռը Քրիստոսն էր։ Այսինքն Պողոսն ասում է, որ Քրիստոսից էր այդ ջուրը բխում։ Պողոսի այս խոսքերից ենթադրում ենք, որ Հիսուս Քրիստոսը Իսրայելի ժողովրդի հետ էր գնում, մինչև իր մարմնավոր ծնվելը այս աշխարհի վրա։ Ու մենք գիտենք, որ երբ Հիսուսին հարվածեցին խաչի վրա, երբ նիզակը, կողը խրեցին, կենդանի ջուր հոսեց նրանից, որպեսի բոլորը ստանան այն։ Եսայի մարգարեության 53 գլխի 4-ում մարգարեն մարգարեանալով ասում է Հիսուս Քրիստոսի մասին. Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված եւ տանջված։ Հիշենք, Մովսեսը ներկայացնում է օրենքը, որովհետև օրենքը Աստված տվեց Մովսեսի միջոցով։ Ուրեմն օրենքի գավազանը, Մովսեսի ձեռքում եղած գավազանը, դա օրենքի գավազանը հարվածեց Հիսուսին։ Օրենքի անեծքը եկավ Հիսուսի վրա եւ Հիսուսից ջուր հոսեց մեր հոգևոր ծարավը հագեցնելու համար։ Ինչպես ասում է մի հին հոգևոր երգ, թող ջուրն ու արյունը, որ հոսում էր, քո խոցված կողից, լինի իմ մեղքերի կրկնակի բուժումը, փրկի ինձ նրա զայրույթից եւ մեղքի զորությունից։ Մովսեսը այդպես էլ արեց Իսրայելի ավագների առաջ։ Մովսեսը այդ վայրը անվանում է որպես Իսրայելի որդիների նկատողության հանդիմանության վայր։ Մովսեսը արեց այն, ինչ Աստված ասաց նրան, եւ ժայռից ջուր բխեց։ Սա Աստծո մեծ հրաշք էր եւ միառժամանակ անխոս հանդիմանություն անհավատ ու ապստամբ Իսրայելին։ Նա այդ տեղի անունը Մասա եւ Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու համար։ Հետագայում տեսնում ենք, որ Աստված հիշեց, թե ինչպես Իսրայելը փորձեց իրեն Մասայում եւ Մերիբայում, այն հիշատակելով մի քանի աստվածաշնչյան հատվածներում։ Բ օրինաց 6:16-ում Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասայում։ Բ օրինաց 9:22-ում Տիրոջը բարկացրիք նաև Տաբերայում, Մասայում եւ Կիբոթ Հաթավայում։ Բ օրինաց 33:8 Թումինդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի, որին դու փորձեցիր Մասայում եւ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։ Տիրոջը փորձելու համար, որ ասացին, արդյոք Տերը մեր մեջ է, թե ոչ։ Այսինքն նրանք այս ամենը անում էին Տիրոջը փորձելու համար, որ իմանան արդյոք Տերը իրենց մեջ է, թե ոչ։ Աստված դրամատիկորեն ասաց. ես կկանգնեմ քո առաջ այնտեղ Քորեբի ժայռի վրա
ի նկատի ունենալով, որ Աստված այնտեղ էր իրենց հետ, սակայն նրանք դեռ մտածում էին, Տերը մեր մեջ է, թե ոչ։ Իսրայելցիների այս վերաբերմունքը նրանց մեծագույն մեղքն էր։ Այս դժվարին ժամանակներում Իսրայելի ժողովուրդը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կասկածում էին Աստծո սիրառատ ներկայությանը, հոգատարությանը իրենց համար ու իրենց մեջ։ Հենց ընկնում էին ինչ-որ պակասի, ինչ-որ հոգսի մեջ, այդ ճնշման տակ այս մարդիկ սկսում էին կասկածել Աստծուն։ Կասկածել արդյոք Աստված իրենց հետ էր, թե ոչ։ Բան, որ անհերքելի ապացույցներ ունեին, որտև ամպի սյունը և կրակի սյունը իրենց հետ էր։ Ամեն օր երկնքից մանանա էր գալիս։ Իրենց բոլոր կարիքների համար հոգացություն կար, բայց միևնույնն է կասկածում էր։ Սա խոսում է այն մասին, հաճախ մարդիկ ասում են, երբ Հիսուսը այս աշխարհում էր, մարդկանց համար հավատալը հեշտ էր։ Սա ցույց է տալիս, որ այդպես չի։ Աստված ժողովրդի հետ էր ամեն վայրկյան, ոչ թե 3 տարի, ամեն վայրկյան, այդ 40 տարիների ընթացքում, բայց նրանք էլի կասկածում էին։ Դրա համար Հիսուսը ասում է. երանի է նա, ով կհավատա առանց տեսնելու։ Որտև մեր տեսնելը չի ապահովագրում մեր հավատքը։ Մենք կարող ենք տեսնել ու էլի չհավատալ։ Հիսուսը հետ է գալու։ Շատերը նորից չեն հավատալու։ Հետագայում, երբ Իսրայելի ժողովուրդը Աստծո կամքով տաղավարների տոնը պիտի նշեր, այդ տոնն էր կարգադրվում, նրանք հիշեցին Աստծո այս հոգացությունը անապատում, Աստծո տրամադրած օգնությունը։ Նրանք նաև հատուկ արարողությամբ նշեցին ժայռից ջրի գալու այս հրաշքը։ Հենց այդ համատեքստում Հիսուսը ասաց Հովհաննես 7:37-38-ում, երբ գնացել էր աշակերտների հետ զատիկը նշելու. Եթե մեկը ծարավ է, Հիսուսն ասաց, թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Հիսուսն էր այդ ժայռը, որից ջուր բխեց և ժողովուրդը խմեց։ Եվ Հիսուսը հրավիրում է հիմա քեզ, ասում է, եթե ծարավ ես, իմ մոտ արի ու ջուր խմի։ Եվ եթե դու ինձ հավատաս, քո ներսից էլ կենդանի ջրերի գետեր պիտի բխեն, այսինքն կյանք կբխի քեզանից, քեզանով դու էլ մեկ ուրիշին կյանք կտաս։ Կենդանի ջուրը, որի մասին Հիսուսը խոսեց, Սուրբ Հոգին էր, և դա տեսնում ենք Հովհաննես 7:39-ում։ Նա այս ասաց նկատի ունենալով Հոգուն, որ ընդունելու էին նրան հավատացողները, որտև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Աստծո համար Սուրբ Հոգու սերն ու զորությունը մեր սրտերից բխեցնելը ոչ պակաս հրաշք է, քան ժայռից ջուր հանելը, քանզի մեր սրտերը կարող են նույնքան ու դեռ ավելի կարծրացած լինել։ Տեր ողորմի մեզ, կյանքի ջրեր լցրու մեր վրա, մսեղեն սիրտ տուր, քանդի քարերը մեր սրտից, Տեր, որ կարծրացած չլինենք, որպեսզի ընդունենք քեզ, հավատանք քեզ, Սուրբ Հոգուն ստանանք և մեզանից էլ կյանքի ջրերը բխեն։ Ամեն։